Այսօր մենք մեծ տոն ենք կատարում, այսօր տոնական հատուկ առանձնացված ժողով է եւ այսօր մենք նշում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառավոր հարության օրը։ Այսօր մենք նշում ենք մարդկության Քրիստոսի դեմքով, Քրիստոսի առաջնորդությամբ հաղթության օրը։ Իրոք այսօր մի կարևոր օր է ամբողջ մարդկության համար, ժողովուրդ ջան։ Մի հաղթություն, որ Աստված իր որդով հաստատեց եւ այդ հաղթության մեջ բաժին ունեն ամեն մեկս։ Ինչ էր կատարվել, դրա մասին ավելի մանրամասը կխոսվի, բայց ես պիտի ներկայացնեմ ձեզ Քրիստոսի խաչելության պատմությունը Սուրբ գրքից։ Մենք գիտենք, Ադամի մեր նախահոր մեղք գործելու պատճառով մեղքով մահը մտավ աշխարհ եւ մահվան թագավորությունը հաստատվեց մարդկության վրա եւ աշխարհքում։ Եվ ամենքը մահվան իշխանության տակ էին եւ ոչ ոք չէր կարող որևէ կերպ ազատվել դրանից։ Եվ այդ մահը արտահայտվեց ոչ թե միայն ֆիզիկական, որ մենք ֆիզիկապես մեռնում ենք, այլ նաեւ դա արտահայտվում է իր ուժն ու զորությունը հավիտենական է։ Այսինքն մարդը ինքը հավիտենական լինելով պիտի մնար հավիտյան մահվան իշխանության մեջ։ Եվ այդ հավիտենական մահվան իշխանությունը արտահայտվում էր հետևյալ կերպ։ Սուրբ Գիրքը ներկայացնում է հավիտենական տանջանք, հավիտենական տառապանք, ասում է ատամների կրճտոց եւ լաց միայն, եւ խոսում է տանջվողների մասին, որ նրանց տանջանքի ծուխը պիտի գիշեր ու ցերեկ դուրս գար եւ նրանք հանգիստ պիտի չունենային։ Սա է մահվան ազդեցությունը, մահվան դրսևորումը, ոչ թե ուղղակի ֆիզիկական միայն կյանքի վերացում։ Եվ սրա տակ էր ամեն մարդ, ամեն ծնված, որովհետև ադամական էինք։ Եվ ահա Աստված իր փրկչին ուղարկեց։ Ահա Աստված իր որդուն ուղարկեց։ Նրա որդին Քրիստոսը մարդացավ, եղավ մեզ նման մեկը, նույն մարմնով մնալով Աստված եւ ապրեց կատարյալ մաքուր, սուրբ, արդար կյանք եւ իր ասենք ասած Աստծո ծրագրի համաձայն իր կյանքը դրեց մարդկության համար։ Քրիստոսը մեռավ մեր մեղքերի պատեժը իր վրա վերցնելով, մահվան ասենք ասած հարվածը իր վրա առնելով եւ հարություն առավ եւ այդ հարությունը հաղթություն էր մահվան վրա։ Այն մահը, որ տիրում էր ամեն մարդու վրա, դրան հաղթեց Քրիստոսը։ Դուրս եկավ մահվանից, կյանքի մեջ իր անձը հաստատեց, հարություն առավ, փառք Աստծուն եւ ոչ միայն իր հարությունը եղավ իր մահվանից ազատագրվելու, այլ նաեւ ամբողջ մարդկությանը մահվանից ազատվելու հնարավորությունը ստեղծվեց։ Մարդը ձեռք բերեց հավիտյան ապրելու հնարավորություն Հիսուս Քրիստոսի խաչի գործով։ Փառք Աստծուն սրա համար։ Մահը պարտվեց, ինչպես Պողոսն էր հռչակում, ով մահ, ուր է քո հաղթությունը, գերեզման, ուր է քո հաղթությունը։ Աստված հարություն պիտի տա բոլոր մեռելներին եւ նրանք, ովքեր Քրիստոսին հավատալով են մեռել, ննջել կամ Քրիստոսին հավատալով հիմա ապրում են, նրանք պիտի Քրիստոսի հետ հավիտյան ապրեն։ Եվ մահը պիտի այլևս չլինի, այո, սա հաղթության տոնն է, մեծ հաղթություն։ Պողոս առաքյալը ասում է տոն կատարեք, եւ այսօր մենք տոն ենք կատարում, որովհետեւ Քրիստոսը մեր զատիկը մորթվեցավ։ Այսօր մենք նաեւ այս տոնը անվանում ենք մեծ զատիկ, չէ՞։ Ես ուզում եմ մի փոքր հիշեցնել ուղղակի, մինչեւ որ Քրիստոսի խաչելության պատմությունը կկարդամ, որտեւ Քրիստոսի ձեռքբերումը իր չարչարանքով, իր տանջանքով եղավ, մահը ճաշակելով եղավ, այդ պատմությունը պիտի հիշեցնեմ։ Բայց զատիկ որտեղից է գալիս, դա հին կտակարանյան թեմա, որ ասենք մի դեպքի հետ է կապվում, երբ որ Աստծո ժողովուրդը բանում էր, Եգիպտոսում էր, եւ Եգիպտոսում մի չար թագավոր բարձրացավ եւ նա նպատակ դրեց, ծրագիր դրեց, որպեսզի այդ ժողովրդին վերջնականապես ոչնչացնի։ Եվ տարբեր հնարքներ գործադրեց դրա համար, բայց Աստված պահեց այդ ժողովրդին, բայց նրանց վիճակը շատ ծանր էր, ստրկական վիճակի մեջ, եւ նրանք աղաղակեցին իրենց Տեր Աստծուն։ Եվ Աստված իր ծառա Մովսեսին ուղարկեց, եւ նրանով մեծ հրաշքներ արեց Եգիպտոսի մեջ եւ մեծ հարվածներով հարվածեց Փարավոնին, Եգիպտոսին, հարվածներով հարվածեց, եւ այդ հարվածները 10-ն էին։ Վերջի 10-րդ հարվածից հետո
Եգիպտոսի փարավոնը ստիպված իհարկե հոժարվեց, համաձայնվեց, որ այդ ժողովրդին թույլ տա, որ դուրս գան, եւ մարդիկ դուրս եկան այդ Եգիպտոսի գերությունից եւ այդ կործանման, վերացման ծրագրից ազատվեցին, փրկվեցին այդ չար փակավորի չար ծրագրից։ Եվ այդ վերջի 10-րդ հարվածը այսպես էր, ես հիշեցնեմ, Տերը ասեց իր Մովսեսին կանչեց եւ Մովսեսն էլ դա փոխանցեց ժողովրդին, որ այդ գիշերը որոշված օրը գիշերը պիտի նա անցկենա ամբողջ Եգիպտոսով մեկ եւ պիտի հարված հասցնի բոլոր ընտանիքներում եղած առաջնեկներին, առաջին ծնվածներին, մարդ թե անասուն, այսպես։ Հարված պիտի գա, հարվածն սա էր մահ, պիտի մեռնի ամեն առաջնեկը, եւ որպիսի Աստծո ժողովուրդը խուսափի այդ հարվածից, որ այդ հարվածը անցնի նրա վրայից, նրա վրա չգա, այս պատվիրանը տվեց, հրամանը արեց։ Ամեն ընտանիք թող մի գառ վերցնեն եւ այդ գառը որոշված օրը երեկոյան մորթեն, նրա արյունը քսեն իրենց դռների վերին սեմին եւ կողքի երկու դրնդիկներին։ Եվ էլ ինչ որ մանրամասնություններ, բայց սա էր, արյունը ասում է ձեզ համար նշան լինի, այսինքն ձեր վրա նշան, ոնց որ իրանք իրանց վրա մի հատ նշան դրեցին, որ ով տեսնի դա, ասում է, որ Տերը, երբ որ այդ հարվածը անելուց, որ պիտի անցներ բոլոր տնույթուր պիտի մտներ եւ հարվածներ, այն տունը, որի վրա այդ նշանը կար, Տերը պիտի անցկենար։ Եվ այդ այսպես եբրայերեն այդ անցկենալը կոչվում էր Փեսախ, անցկենալ, հենց թարգմանաբար, իսկ դու որ նկատած կլնեք, օրինակ ռուսները ավելի մոտիկ են վերցրել այդ բառը, չէ, Պասխա, Փեսախ, այդ բառը դառադարձումն է, այդպես կարելի ասել, հայերի մոտ զատիկ, այսինքն ինչ որտեղ հասկանում ես, նրանք ովքեր այդ արյունը, այդ գործը կատարեցին, գառը մորթեցին եւ այդ արյունը քսեցին եւ մնացած պահանջը կատարեցին, զատվեցին, առանձնացան այդ մնացածներից։ Ինչո՞վ զատվեցին։ Նրանք հատուկ դառան այնպիսին, որ նրանց վրա պիտի հարվածը չգար։ Նրանք ազատվեցին, զատվեցին մնացածներից։ Զատիկ։ Շատ ժամանակ այդ զատիկը այն կենթանու հետ են կապում, չէ, միջատի, բայց այդ միջատի հետ կապված չի։ Առանձնացված մի ժողովուրդ, որ ազատվեց հարվածից, ինչ պատճառով, զատկական գառը մորթվելու եւ արյունը քսելու նշանով, պատճառով, զոհաբերությունով։ Եվ ինչպես սա կապվեց Քրիստոսի հետ։ Մենք գիտենք, որ Աստված իր որդուն ուղարկեց եւ այդ կատարվեց հետեւյալը, Քրիստոսը զատկի օրը, չէ, ասենց մահվան դատապարտվեց եւ Սուրբ Գիրքը վկայում է, որ պատահական չէր այդ օրը կարելի ասել Աստված ամբողջ աշխարհի բոլոր մարդկության համար զատիկ մորթեց, գառը մորթեց։ Հիսուսի համար ասում է, ահա Աստծո գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը։ Եվ այդ մորթված գառով, զատկական գառով Աստծո գառը, Աստծո արդեն գառը, մերը չէր, մենք չենք դա արել, Տերն է մեր համար արել, ովքեր կընդունեն Քրիստոսի մահը, սիմվոլիկ խորհրդաշական ձևով կասենք, կվերցնեն եւ Քրիստոսի արյունը կքսեն իրենց կյանքի, իրենց սեմերին եւ դրնդիկներին, իրենց վրա կվերցնեն, կհոմաձայնվեն, որ Քրիստոսը իրենց մեղքերի համար մեռավ եւ Աստված նրանց համար Քրիստոսին զատիկ արեց, մորթեց, մահվան դատապարտեց իր մեղքերի համար, ովքեր դա կընդունեն իրանց վրա, դա իրանց վրա նշան պիտի լինի։ Եվ դատաստանի օրը այդ նշանը ունեցողները պիտի ազատվեն Աստծո հարվածից, որտեղ մեկ ավելի սարսափելի բան որոշված կա, որ արդարացի արդարության պահանջը, որ մեղավորը պիտի դատվի, չարագործը պիտի պատժվի, այդ օրը նրանք ովքեր թեկուզ մեղք են գործել, չարություն են արել, բայց որ դարել են դեպի Աստված Քրիստոս եւ ընդունել են, եւ Քրիստոսի արյունը իրենց վրա կա, այսինքն այդ գործը ընդունել են իրանց կյանքի մեջ, համաձայնվել են եւ կանչում են Իսուսին Տեր ու Փրկիչ, նրանք պիտի մնացած դատապարտվողներից ազատվեն, զատվեն, առանձնացվեն եւ չդատվեն։ Նրանք պիտի հավիտյան ապրեն Քրիստոսի հետ։ Նրանց կյանքում մահը խափանված պիտի լինի, նրանք մահվան բաժնին չեն արժանանալու հավիտենական տանջանքի մեջ, հավիտենական կյանքի մեջ Աստծո արքայության մեջ, փառք Աստծո սրա համար։
օրհնյալ լինի Տերը, Քրիստոս հայրավի մեռելուց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Եվ մենք ասում ենք, որ այո, մեծ թանկ գնով դա ձեռք բերվեց Աստծո կողմից, Աստված իր անձով փրկություն արեց, մեկ ուրիշը չէր կարող անել։ Դա այնպիսի մի գործ էր, մեղքին ու մահին հաղթելը, դա մենակ Աստծո զորությունով էր։ Եվ դրա համար որդին եկավ եւ պիտի կարդամ նրա խաչելության պատմությունը, երբ որ խաչվեց եւ հանձնվեց եւ հարության պատմություն իհարկե հաղթական։ Կարդամ Մատթեոս 27-րդ գլուխ 26-ից 31 խոսքը։ Այն ժամանակ Պիղատոսը Բարաբային արձակեց նրանց համար եւ Հիսուսին ծեծելուց հետո հանձնեց, որ խաչվի։ Այն ժամանակ կուսակալի զինվորները Հիսուսին տարան պալատը եւ բոլոր զորանգունդը հավաքվեցին նրա վրա եւ նրան մերկացնելով նրա վրա մի կարմիր քղամիտ գցեցին եւ փշից մի պսակ ոլորեցին նրա գլխին դրեցին եւ նրա աջ ձեռքին մի եղեք եւ նրա առաջին ծունր դնելով ծաղր էին անում ու ասում. «Ոչ լեր, հրյաների թագավոր», եւ նրա վրա թքելով եղեգն առնում էին եւ նրա գլուխը ծեծում եւ երբ որ ծաղր անին նրան կարմիր քղամիդը նրանից հանեցին եւ նրան հագցրեցին իր հանդերձները եւ տարան նրան խաչելու։ Եվ երբ որ նրան տանում էին, Սիմոն Կյուրենացի ասված մեկին բռնեցին, որ հանդիս գալիս էր։ Խաչը նրա վրա դրեցին, որ Հիսուսի հետևից տանի։ Երջյալ ժողովուրդ էր գնում նրա հետևից եւ կանայք էլ, որ կոց ու սուք էին անում նրա վրա։ Հիսուսն էլ դարձավ նրանց ասեց. «Երուսաղեմի աղջիկներ, լաց մի լինեք ինձ համար, այլ լաց եղեք ձեզ վրա եւ ձեր որդկանց վրա, որովհետեւ ահա օրեր կգան, որ կասեն. Երանի ամուլներին եւ այն որովայներին, որ չծնեցին, եւ այն ծծերին, որ չծծեցին։ Այն ժամանակ կսկսեն ասել սարերին. մեզ վրա ընկնեք, եւ բլուրներին ծածկեք մեզ, որովհետեւ եթե կանաչ փայտին են անում այս բաները, ապա չորին ինչ կլինի»։ Ուրիշ երկու մարդիկ էլ տարան չարագործներ, որ նրա հետ սպանեն։ Եվ երբ որ եկան այնտեղը, որ Գագաթ էր կոչում, այնտեղ խաչեցին նրան։ Եվ այն չարագործներից մեկը աջ կողմին, մյուսը ձախ կողմին։ Եվ Հիսուսը ասեց. «Հայր, ների դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»։ Եվ նրա հանդերձները բաժանելիս վիճակ գցեցին։ Եվ ժողովուրդը կանգնած մտիկ էր անում, իշխաններն նրանց հետ ծաղր էին անում ու ասում. «Ուրիշներին ապրեցրեց, թող իրեն էլ ապրեցնի, եթե դա Քրիստոսն է, Աստծո ընտրվածը»։ Զինվորներն էլ էին ծաղր անում նրան եւ մոտ գալով քացախ էին տալիս նրան եւ ասում. «Եթե դու ես հրյաների թագավորը, փրկիր քո անձը»։ Եվ մի գիր էլ գրված նրա վրա հուներեն, հռոմեացերեն եւ եբրայեցերեն գրերով, թե այս է հրյաների թագավորը։ Եվ այն կախված չարագործներից մեկը հայում էր նրան եւ ասում. «Եթե դու ես Քրիստոսը, փրկիր քո անձը եւ մեզ»։ Իսկ մյուսը պատասխանեց սաստայնով նրան եւ ասեց. «Եվ դու չես վախենում Աստվածանից, որ հենց նույն պատժի մեջ ես, ու մենք իրավունքով ենք պատժված, որովհետև մեր արած գործերին արժանի հատուցումն ենք առնում, իսկ սա ոչ մի անտեղի բան չգործեց»։ Եվ ասաց Հիսուսին. «Տեր ինձ հիշիր, երբ որ գաս քո թագավորությունովը»։ Եվ Հիսուսը ասեց նրան. «Ճշմարիտ ասում եմ քեզ, դու այսօր ինձ հետ դրախտում կլինես»։ Եվ ժամը 6-ի դեմ էր, եւ բոլոր երկրի վրա խավար եղավ մինչեւ ժամը 9։ Եվ արեգակը խավարեց, եւ տաճարի վարագույրը միջիցը ճղվեց, եւ Հիսուսը մեծ ձայնով կանչեց ու ասեց. «Հայր, հոգիս քո ձեռքերի մեջ եմ ավանդում»։ Եվ այս ասելով հոգին տվեց։ Եվ հարապետը եղածը տեսնելով Աստծուն փառք տվեց եւ ասաց. «Հիրավի այս մարդը արդար էր»։ Եվ բոլոր ժողովուրդներն էլ, որ այս տեսարանը դիտելու համար եկել էին, եղած բաները տեսնելով իրենց կուրծքերը թակում էին եւ իրար հետ դառնում եւ նրա բոլոր ծանոթներն էլ հերված կանգնած էին եւ այն կանայք էլ, որ Գալիլեայից նրա ետևից եկել էին եւ տեսնում էին այս բաները։ Բայց հրյաները, որովհետեւ ուրբաթ օր էր, որպիսի մարմինը չմնա խաչի վրա շաբաթ օրը, որտեւ այդ շաբաթ օրը մեծ էր, Պիղատոսին աղաչացին, որ նրանց սրունքները ջարդեն եւ վեր առնեն։ Զինվորներն էլ եկան եւ առաջինի սրունքները ջարդեցին, այնպես էլ մյուսինը եւ նրա հետ խաչված էր։ Բայց երբ որ Հիսուսի մոտ եկան եւ տեսան նրան արդեն մեռած, նրա սրունքները չջարդեցին։ Այլ զինվորներից մեկը գեղարդով նրա կողը խոցեց եւ շուտով այրունը եւ ջուրը դուրս եկավ։ Եվ նա, որ այս տեսավ, վկայեց, եւ նրա վկայությունը ճշմարիտ է։ Եվ նա գիտի, որ ճշմարիտ է ասում, որ դուք հավատաք, որովհետև այս բաները եղան, որ գրված կկատարի, թե նրա ոսկորը չպիտի փշրվի, եւ թե դարձյալ մեկ ուրիշ գրված ասում է, թե մտիկ կտան նրան, որին խոցեցին։
Սրանից հետո Պիղատոսին աղաչեց Հովսեփը, որ Արիամաթայից էր, որ աշակերտ լինելով Հիսուսին, բայց հրեաների վախի պատճառով ծածկված էր, որ Հիսուսի մարմինը վեր առնե։ Եվ Պիղատոսը հրաման տվեց, նա եկավ եւ վեր առավ Հիսուսի մարմինը։ Նիկոդեմոսն էլ եկավ, որ առաջ Հիսուսի մոտ էր եկել գիշերով, եւ զմուրց բերեց հալվեի հետ խառնված 100 լիտրի չափ։ Եվ Հիսուսի մարմինն առան եւ այն խնկերի հետ կտավներով պատեցին, ինչպես հրեաների օրենքն էր պատել։ Եվ այնտեղը, ուր որ խաչվեց, մի պարտեզ կար, եւ այն պարտեզում մի նոր գերեզման, որ նրանում երբեք ոչ ոք չէր դրված։ Եվ դրին նոր գերեզմանի մեջ, որ վեմի մեջ փորված էր, եւ գերեզմանի դռան մի մեծ քարտ հավալեցին, գնացին։ Եվ այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին եւ մյուս Մարիամը գերեզմանի դիմաց նստած։ Եվ հետեւյալ օրը, որ ուրբաթից հետո էր, քահանապետներն ու փարիսեցիները հավաքվեցին Պիղատոսի մոտ եւ ասեցին. Տեր, հիշում ենք, որ այն մոլորեցուցիչը դեռ կենդանի ասում էր. 3 օրից հետո հարություն կառնեմ։ Ուրեմն հրամայիր, որ մինչև 3-րդ օրը գերեզմանը զգուշությունով պահեն։ Միգուցե աշակերտները գիշերով գան, նրան գողանան եւ ժողովրդին ասեն մեռելներից հարություն առավ, եւ հետին մոլորությունը չան լինի, քան առաջինը։ Պիղատոսն էլ ասեց նրանց. Ունենք պահապան զինվորներ, գնացեք, զգուշ պահեք, ինչպես գիտեք։ Նրանք էլ գնացին, գերեզմանի պահապանություն արին, քարը կնքելով պահապան զինվորների հետ։ Բայց միաշաբթի օրը առավոտած կանուխ կանայք եկան գերեզման եւ բերեցին այն խնկերը, որ պատրաստեցին, եւ ոմանք էլ նրանց հետ։ Եվ քարը գերեզմանից հեռու թավալած գտան։ Եվ երբ որ ներս մտան, Տեր Հիսուսի մարմինը չգտան։ Եվ եղավ, երբ որ նրա համար շատ հիացած էին, ահա 2 մարդ հասան նրանց լուսավոր հանդերձներով։ Եվ երբ որ նրանք ահով լցվեցին եւ իրենց երեսները դեպի երկիրը խոնարհեցրեցին, նրանց ասեցին. Ինչ է կենթանին մեռելների մեջ որոնում։ Այստեղ չէ, այլ հարություն առավ։ Հիշեք, ինչպես նա ձեզ հետ խոսեց, երբ որ Գալիլեայումն էր, որ ասում էր, թե պետք է մարդի որդին մեղավոր մարդկանց ձեռը մատնվի եւ խաչվի եւ 3-րդ օրը հարություն առնի։ Եվ նրա խոսքերը հիշեցին, եւ գերեզմանից ետ դառան, եւ այս բոլոր բաները պատմեցին 11-ին եւ բոլոր ուրիշներին։ Եվ էին Մարիամ Մագդաղենացին եւ Հովաննան եւ Հակոբոսի մայր Մարիամը եւ նրանց հետ ուրիշներ էլ, որ այս բաները ասում էին առաքյալներին, եւ նրանց խոսքերը ցնորք երևաց նրանց առաջին եւ չէին հավատում նրանց։ Եվ դուրս եկավ Պետրոսը եւ մյուս աշակերտները եւ գալիս էին գերեզման։ Եվ երկուսը միասին վազում էին, եւ մյուս աշակերտը վազեց, շուտով անցավ Պետրոսից եւ առաջ եկավ գերեզման։ Եվ ծռվելով տեսնում է կտավները դրված, բայց ներս չմտավ։ Սիմոն Պետրոսն էլ հասավ, որ նրա հետևից գալիս էր եւ մտավ գերեզման եւ տեսնում է կտավները դրած։ Եվ վարշամակը, որ նրա գլխի վրա էր, կտավների հետ չէր, այլ ջող ծալած մի առանցին տեղ։ Այն ժամանակ մյուս աշակերտն էլ ներս մտավ, նա որ առաջ էր գերեզման եկել, տեսավ եւ հավատաց, որտեվ տակավին չգիտեին գիրքը, թե պետք է նա մեռելներից հարություն առնի եւ աշակերտները դարձյալ իրենց տուն գնացին։ Բայց Մարիամը գերեզմանի մոտ կանգնած էր եւ լաց էր լինում, եւ լաց լինելիս ծռվեց, մտիկ տվեց գերեզմանի մեջ եւ տեսնում էր 2 հրեշտակ սպիտակ հանդերձներով նստած, մեկը գլխի կողմը, մյուսը ոտների կողմը, որտեղ որ Հիսուսի մարմինը դրված էր։ Եվ նրանք ասեցին նրան. Ով կին, ինչու ես լաց լինում։ Նրանց ասեց. նրա համար, որ իմ տիրոջը վեր առան եւ չգիտեմ թե ուր դրեցին նրան։ Եվ երբ որ սա ասած, դարձավ իր ետևի կողմը եւ Հիսուսին տեսավ կանգնած եւ չգիտեր թե Հիսուսն է։ Հիսուսն էլ նրան ասեց. Կին, ինչու ես լաց լինում, ում ես որոնում։ Նա էր կարծելով թե պարտիսպանն է, ասեց նրան. Տեր, եթե դու վեր առար նրան, ասա ինձ ուր ես դրել նրան, որ ես վեր առնեմ նրան։ Հիսուսը նրան ասեց. Մարիամ, եւ նա դարձավ ու ասեց նրան. Ռաբունի, որ կթարգմանվի վարդապետ։ Հիսուսը նրան ասեց. Մի դպչիր ինձ, որովհետև ես դեռ չեմ ելել իմ հոր մոտ, բայց դու գնա իմ եղբայրների մոտ եւ նրանց ասա. Ես վեր եմ ելնում իմ հոր մոտ եւ ձեր հոր մոտ, իմ Աստծո մոտ եւ ձեր Աստծո մոտ։ Մարիամ Մագդաղենացին գալիս է աշակերտներին պատմում, թե նա տեսավ Տիրոջը եւ թե նա այս բաները իրեն ասեց։ Եվ երբ որ նրանք գնացին, ահա պահապան զինվորներից ոմանք եկան քաղաքը եւ պատմեցին քահանապետներին բոլոր եղածները։ Եվ նրանք ծերերի հետ հավաքված խորհուրդ արին, որ շատ փող տրվի զինվորներին եւ ասեցին, թե նրա աշակերտները գիշերը եկան, գողացան նրան, երբ որ մենք քնած էինք։ Եվ եթե այդ լուրը կուսակալին հասնի, մենք կհամոզենք նրան եւ ձեզ անհոգ կանենք։ Եվ նրանք փող առնելով
այնպես արին, ինչպես սովորած էին, եւ այս բանը հռչակվեց հրյաների մեջ մինչև այսօր։ Եվ ահա աշակերտներից երկուսը միևնույն օրը մի գյուղ էին գնում, որ 60 ասպարեզ Երուսաղեմից հեռու էր, անունը Էմաուս։ Եվ նրանք իրար հետ խոսում էին այն բոլոր անցած բաների համար։ Եվ եղավ, որ նրանք խոսելիս եւ վիճաբանելիս հենց ինքը Հիսուսը մոտեցավ եւ գնում էր նրանց հետ, բայց նրանց աչքերը բռնված էին, որ չճանաչեն նրան։ Եվ նրանց ասեց. «Այդ ի՞նչ բաներ են, որ դրանց համար իրար հետ վիճում եք գնալիս եւ տրտմած եք»։ Եվ պատասխանեց նրանցից մեկը անունը Կլեոպաս եւ ասեց նրան. «Դու ես միայն բնակվում Երուսաղեմում, որ չիմացար այդ բաները, որ այս օրերում եղան նրանում»։ Եվ նա ասեց նրանց. «Ո՞ր բաները»։ Եվ նրանք ասեցին. «Հիսուս Նազովրեցու մասին, որ մի մարգարե մարդ էր զորավոր գործերով Աստծո եւ բոլոր ժողովրդի առաջին, թե ինչպես մեր քահանապետներն ու իշխանները մահի դատաստանի մատնեցին նրան եւ խաչեցին նրան։ Իսկ մենք հույս ունեինք, թե նա է, որ Իսրայելին փրկելու էր։ Այսուամենայնիվ սա երրորդ օրն է, որ այս բաները եղան։ Բայց մի քանի կանայք էլ մեր միջից զարմացրեցին մեզ, որ առավոտած կանուխ գնացին գերեզման, եւ նրա մարմինը չգտած եկան եւ ասեցին, թե հրեշտակների տեսիլք են տեսել, եւ ասում էին, թե նա կենդանի է։ Եվ մեզանից ոմանք գնացին գերեզմանը եւ իսկ այնպես գտան, ինչպես կանայք ասեցին, բայց նրան չտեսան։ Եվ նա ասեց նրանց. «Ով անմիտներ եւ թուլասիրտներ հավատալու այն բոլոր բաներին, որ մարգարեները խոսեցին, չէ՞ որ պետք էր, որ Քրիստոս այս չարչարանքները քաշեր եւ իր փառքը մտներ։ Եվ սկսելով Մովսեսից եւ բոլոր մարգարեներից մեկնում են նրանց, ինչ որ գրքերի մեջ գրված էր իր մասին։ Եվ մոտեցան այն գյուղին, ուր որ գնում էին, եւ նա այնպես էր ցույց տալիս, թե ավելի հեռու տեղ է գնում։ Եվ նրանք բռնադատեցին նրան եւ ասեցին. «Մնա մեզ հետ, որովհետև իրիկվա դեմ է եւ օրը իջել է»։ Եվ նա մտավ, որ նրանց հետ մնա։ Եվ եղավ, երբ որ նրանց հետ սեղան նստեց, հասն առավ, օրհնեց, կտրեց եւ տվեց նրանց։ Եվ նրանց աչքերը բացվեցին եւ նրան ճանաչեցին, եւ նա աներևույթ եղավ նրանցից։ Եվ իրար ասեցին. «Չէ՞ որ մեր սրտերը բորբոքվում էին մեզանում, երբ որ ճանապարհին մեզ հետ խոսում էր, եւ ինչպես գրքերը բաց էր անում մեզ համար»։ Նույն ժամը վեր կացան, ետ դառան Երուսաղեմ եւ այն 11-ին ժողոված գտան եւ նրանց հետ լինողներին, որ ասում էին, թե արդարև Տերը հարություն է առել եւ երևացել է Սիմոնին։ Եվ նրանք պատմում էին այն, որ ճանապարհին եղավ, թե ինչպես իրեն ճանաչեցրեց իրենց հացը կտրելու ժամանակում։ Եվ նրանք այս խոսելից Հիսուսը ինքը կանգնեց նրանց մեջ եւ նրանց ասեց. «Խաղաղություն ձեզ»։ Եվ նրանք զարուրելով վախեցած համարում էին, թե ոգի են տեսնում։ Եվ նրանց ասեց. «Ինչու եք շփոթված, ինչու համար խորհուրդ եմ վեր կայնում ձեր սրտերումը։ Տեսեք իմ ձեռքերը եւ իմ ոտները, որ ես ինքս եմ։ Շոշափեցեք ինձ եւ տեսեք, որովհետեւ ոգին, մարմին եւ ոսկորք չունի, ինչպես ինձ էլ տեսնում եք, որ ունեմ»։ Ես սա որ ասեց, ձեռքերն ու ոտները ցույց տվեց նրանց, եւ քանի որ դեռ չէին հավատում ուրախությունից եւ զարմացած էին, ասեց նրանց. «Կերակուր ունեք այստեղ»։ Եվ նրանք խորոված զկան կտոր տվին նրան եւ մեղրախորիսկ։ Եվ առավ կերավ նրանց առաջին եւ ասեց նրանց. «Այս բաները, որ ձեզ հետ խոսեցի, քանի որ ես ձեզ հետ էի, թե պետք է կատարվի Մովսեսի օրենքումը եւ մարգարեներումը եւ սաղմոսներումը բոլոր ինձ համար գրվածները»։ Այն ժամանակ նրանց միտքը բացեց, որ գրքերը հասկանան, եւ նրանց ասեց. «Այսպես է գրված եւ այսպես պետք էր Քրիստոսին չարչարվել եւ երրորդ օրը մեռելների միջից հարություն առնել եւ նրա անունով ապաշխարություն եւ մեղքերի թողություն քարոզի բոլոր ազգերի մեջ Երուսաղեմից սկսած, եւ դուք այս բաների վկաներն եք»։ Բայց Թովմասը 12-ից մեկը երկվորյա կոչվածը նրանց հետ չէր, երբ որ Հիսուսը եկավ։ Մյուս աշակերտները ասում էին նրան, թե Տիրոջը տեսանք, իսկ նա ասեց նրանց. «Եթե նրա ձեռքերումը բևեռների նշանը չտեսնեմ եւ իմ մատը չդնեմ բևեռների տեղը եւ իմ ձեռքը չկոխեմ նրա կողը, չեմ հավատա»։ Եվ 8 օրից հետո դարձյալ ներսում էին եւ Թովմասն էլ նրանց հետ։ Հիսուսը դռները փակ լինելով եկավ եւ նրանց մեջ կանգնեց եւ ասեց. «Խաղաղություն ձեզ»։ Հետո Թովմասին ասեց. «Բեր քո մատը այստեղ եւ տես իմ ձեռքերը եւ քո ձեռքերը բեր իմ կողը կոխիր եւ մի լինիր անհավատ, այլ հավատացյալ»։ Եվ Թովմասը պատասխանեց ու ասեց նրան. «Ով իմ Տեր եւ ով իմ Աստվածը»։ Հիսուսը նրան ասեց. «Որովհետեւ տեսար ինձ, հավատացիր։ Երանի նրանց, որ չեն տեսել եւ հավատում են»։ Հիսուսը ուրիշ էլ շատ նշաններ արեց իր աշակերտների առաջին, որոնք չեն գրված այս գրքում, բայց սրանք գրվեցին,
որ հավատաք, թե Հիսուսն է Քրիստոսը, Աստծո որդին, որ հավատալով կյանք ունենաք նրա անունով։ Բայց 11-ը գնացին Գալիլեա, այն սարը, որ Հիսուսը նրանց հրամայել էր։ Եվ երբ որ նրան տեսան, երկրպագություն արին նրան, բայց ոմանք երկմտեցին։ Եվ Հիսուսը մոտ գալով նրանց հետ խոսեց ու ասեց. «Ամեն իշխանություն ինձ տրվեցավ երկնքումն ու երկրումս, ուրեմն գնացեք, բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով, նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ, որ ձեզ պատվիրեցի պահեն, ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը, ամեն»։ Եվ նրանց միասին ժողովված ժամանակ պատվեր էր տալիս նրանց Երուսաղեմից չհեռանալ, այլ սպասել Հոր ավետիքին, որ ասեց ինձանից լսեցիք, որտև Հովհաննեսը իրավի ջրով մկրտեց, բայց դուք Սուրբ Հոգով կմկրտվեք, ոչ թե շատ օրեր սրանից հետո։ Եվ նրանք մեկտեղ գալով հարցնում են նրան, ասում. «Տեր, այս ժամանակումն ես կանգնեցնում Իսրայելի թագավորությունը»։ Եվ նա ասեց նրանց. «Ձեր բանը չգիտենար ժամերն ու ժամանակները, որ Հայրը իր իշխանությունը դրավ, բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեր վրա կգա, եւ իմ վկաները կլնեք Երուսաղեմում եւ բոլոր Հրեաստանի եւ Սամարիայի մեջ մինչեւ երկրի ծայրերը»։ Եվ երբ որ այս ասեց, նրանք նայելիս վերացավ եւ մի ամպ վերառավ նրանց աչքերիցը։ Եվ դեռ որ նրանք աչքերը ուղղած մտիկ էին տալիս դեպի երկինքը նրա գնալուն, ահա երկու մարդիկ երևցան նրանց սպիտակ հանդերձներով, որ եւ ասեցին. «Ով գալիլեացի մարդիկ, ինչ եք կանգնել եւ մտիկ անում դեպի երկինքը, այս Հիսուսը, որ ձեզանից վերացավ երկինք, այսպես կգա, ինչպես նրան տեսանք երկինք գնալիս»։ Այն ժամանակ նրանք ետ դառան Երուսաղեմ ձիթյանց անվանված սարիցը, որը մոտ էր Երուսաղեմին շաբաթվա օրվա ճանապարհի չափ։ Ուրեմն ներկայացվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչելության եւ հարության պատմությունը, եւ տեսանք Տերը իր գործը կատարելով իր աշակերտների աչքի առաջին, այդքան վկաների աչքի առաջին բարձրացավ ամպերով եւ մտավ երկինք։ Եվ վկայություն եղավ նա երկրորդ անգամ պիտի գա։ Եվ գիտենք, եթե առաջի անգամ նա եկավ մեղավոր մարդկանց համար, նրանց գտնելու եւ ազատելու կորուստից, մեղքի, մահի իշխանությունից եւ հավիտենական կյանք շնորհելու, երկրորդ անգամ գալու է իրեն ընտրած ժողովրդի ետևից, մեղավորներին պատժելու, իր ժողովրդին խոստացված հավիտենական թագավորության մեջ հաստատելու։ Աստված օրհնի բոլորիս համար, բոլորիս աշկներս լույս, Քրիստոսը հաղթել է մահին, Տերը օրհնի, որպեսզի այդ հաղթությունը, որ բոլորի համար եղավ, մենք ընդունենք եւ դրա մեջ բաժին ունենք։ Մեր կյանքում մահը պարտված լինի, կարողանանք Աստծո հետ, Քրիստոսի հետ ապրենք հավիտյան երկնքում։ Փառք Աստծուն այսօրվա համար, իհարկե սա մարդկության համար ամենամեծ իրադարձությունն է։ Ինչ որ եղել է, շատ հայտնություններ են եղել, ասենց ասած երկաթեն հայտնաբերել, ջուլել են, թռել են տիեզերք, հազար մի գործ են արել, բայց մարդկության համար ամենաթանկ գործը սա է։ Քրիստոսի արած գործը։ Տերը իհարկե մի քիչ հիշեցնեմ, որ կանցնենք թեմային, այսինքն կարդալուն, Տերը մարդկանց կամեցավ փրկել։ Մինչև դա մենք գիտենք, որ դեռ ոչինչ չկար, Աստված խոսեց, ծրագիր դրեց, Սուրբ Եռամիասությունը, Հայր Որդին, Սուրբ Հոգին միասին ծրագրեցին, ոչ թե գիտեք այնպես էր, որ կարծես խոսքը ասում էր եւ կախարդություն էր կատարում իբր թե մեկ էլ ասել օրինակ արև լինի, արևը ստեղծվեց, լուսին լինի, լուսինը ստեղծվեց, կամ երկիր, կամ երկինք, իբր թե Աստված չգիտեր դրանց մեջ կա, ու ինչ կա, ուղղակի ասում էր եւ կատարվում էին կարծես։ Դա կարճ է գրած, բայց Աստված երբ որ ասում էր արև լինի, ինքը արդեն նախատեսել էր արևը ինչպիսի լինի, ինչ չափի լինի, ինչ ջերմություն ունենա, ինչ հեռավորություն ունենա երկրից եւ այլ։ Կամ ինչ որ արարած մի կենդանի պետք է ստեղծեր Աստված, ուրեմն այդ Աստված արդեն որոշել էր, ոչ թե ասում էր թող
օրինակ սողուններ լինեն, կենդաններ լինեն, թռչուններ լինեն եւ ստեղծվեցին, այո, ստեղծվեցին, բայց Աստված ծրագրել էր նրանց ներսը, սիրտը, երիկամները, ամեն ինչ որ կա, մենք չգիտենք էլ շատ բաներ։ Այսինքն Աստված փոքր միջատներն էլ ստեղծեց, դրանց մեջ էլ սիրտը դրեց, աշխատող օրգանիզմ դրեց։ Աստված ամեն ինչ ծրագրել էր, որոշել էր, որը ինչպիսի կառուցվածք ունենա, իր մեջ ինչ ունենա, դրսում ինչպիսին երևա։ Եվ ստեղծվեց, ուղղակի կարճ է գրված, որտեղ եթե Աստված որոշեր ամեն մեկի կառուցվածքի մասին գրեր, ինքնես կարելի է մտածել, թե ինչքան տարի էր պետք, որ մենք այդ գրքերը կարդանք ու հասկանանք, թե Աստված ամեն մեկի կառուցվածքը ինչպես էր պատրաստել։ Եվ իհարկե Աստված մարդ լինի, մարդն էլ եղավ։ Հողու փոշի չշինեց։ Կարճ է գրած, դա մանրամասը գրած չի, թե ասենք սիրտը ինչպիսին լինի, երակները ինչպիսին կառուցվեն, ինչ հաստությամբ անգամ, ասենք շատ մեծ է Աստծո իմաստությունը, ուղղակի մենք այսպես ասում ենք, և այդպիսի մեկը հարկ համարես մեզ հետ շփվի, պատկերացնում եք, շատերը, որ գնում են միտեղ, ասենք նշանավոր մարդիկ, ժողովուրդը շատ են ուրախանում, անգամ մահկանացու այսօր կա վաղը չկա, այդպիսի մարդկանցով, ուրախանում են, որ այսպիսի մեկը եկավ իմ տուն, մեկ էլ հետը կնկարվեն, կուրախանանք, պարծենանք, գլուխ կգովան, գուցե հիմիկվա հնարավորություններ ավելի մեծ է, քան առաջ, ինտերնետով տարածել, որ տեսեք, ես այսպիսի մեկի հետ նկարվել եմ, բայց Աստծո նման մեկը չկար, ոչ էլ կլինի, և այսպիսի անձնավորություն, որ հանձն է առել մեզ հետ հաղորդակցվի, սա անպատկերացնելի, ոնց ասեմ, վերին աստիճանի բարձր արժեքի օրհնություն է, որ մարդը լեզվով չի կարող գնահատել, չի կարող իմանալ։ Եվ ուզում եմ մի հատված կարդալ Սուրբ գրքից Հովանու Ավետարանի առաջին գլուխ 29-րդ խոսքից, որ Տերը նոր սկսել էր իր գործունեությունը, որտեղ ապրեց երկրի վրա և ասում եմ մոտ 30 տարեկան էր, որ սկսեց իր գործը անել, այսինքն այդքան ժամանակ ինքը լուռ էր, անմեղ, գործ էր անում, աշխատում էր իր ձեռքով, իրեն էր պահում, այսինքն ֆիզիկապես հաց, ջուր, շոր և իր ընտանիքն էր պահում։ Սակայն 30 տարեկանի մոտ Տերը սկսեց գործել և 29-րդ խոսքում գրած է հետևյալ օրը Հովհաննեսը տեսնելով Հիսուսին իր մոտ գալիս ասում է. ահա Աստծո գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը։ Հետաքրքիր, մի կարճ հայտարարություն, բայց շատ մեծ թեմա է իր մեջ պարունակում։ Հովհաննես Մկրտչի մասին է խոսքը, որ Հիսուսից առաջ եկավ ժամանակի մեջ, երկրի վրա, որ ժողովուրդ պատրաստ է ասում է Հիսուսի համար, որ չլինի թե Տերը գա և բարկությամբ զարկի աշխարհին։ Ասենք եթե Հովհաննեսի գործը չներ, Տերը գալու էր ու աշխարհը զարկեր, վառելու էր։ Դրա համար նախորդ գրված է իմ դեսպանն եմ ուղարկում, որ քո առջևից ժողովուրդ պատրաստ է։ Հովհաննեսի աշխատանքը շատ թեմաներով շատ կա, բայց մի հարցում էլ սա էր. չլինի թե Տերը գա և հարվածի երկրին։ Մի ժողովուրդ պատրաստ է, ոնց ասած, Հիսուսի սիրտը փափկացնի դրանով, որ Հիսուս ուրախանա ինչ-որ մարդկանցով, դրանց խաթր համբերի և աշխարհին չզարկի։ Եվ Տերը եկավ, աշակերտները եկան և այն օրը, որ Հիսուսը օրերից մեկը, որ գալիս էր Հովհաննեսի մոտ,
ասեց ահա Աստծո գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը։ Շատ մարդիկ են եղել աշխարհում եւ դեռ ծնվում են։ Սակայն որևէ մեկի համար այսպիսի մեծ հայտարարություն չի եղել։ Հնարավոր ասես, սա մեծ մարդ է, այսպիսի մեքենա է ստեղծել, այն էլ այսպիսի ճարտարապետության մի շենք է կառուցել, այն մյուսին ասեն, բայց շատ գիտություններ են արել, տիեզերք են թռնում, բայց դրանք մարդկանց համար հավիտենական կյանք չեն, ներում չեն, փրկություն չեն։ Տիեզերքն են թռնում, մեքենաներ են ստեղծում, ամեն ինչ անում են, բայց շատ հանցագործ են, բանտում են։ Չէ՞։ Այսինքն կապ չունի աշխարհն ինչպես կզարգանա, նրանք իրենց մեղքի համար դատապարտված են։ Իհարկե ոչ բոլորը, որտեղ ումը բացահայտում են, դրան դատում են։ Կամ շատերը կաշառքով ազատված են, բայց Աստծո մոտ կաշառք չկա։ Եվ կա իրականության մեջ մեկ բան, որը հավիտենական ժամանակի համար է։ Տերն է ասել։ Մի մարդ ասեց, ես Աստծո առաջ չեմ մեղանչել, ասի, եթե դու հիմա ինձ ասես, հիմա ասենք օրինակ, ասես ես երկու մեքենա ունեմ, օրինակ, երկու մեքենա ունեմ, մեկով եկել եմ, մյուսն էլ տանն եմ թողել, ես էլ չհավատամ, ասում, հնարավոր չի, ինչ է նշանակում, այսինքն սուտասան տեղ եմ դրել, չեմ ասում բերանը, որ դու սուտ ես խոսում, բայց ասում հնարավոր չի, եթե չեմ հավատում, այսինքն նշանակում է մտածում եմ սուտ է խոսում, երկրորդը չի ունենա, նմանապես եթե Աստված մի բան է ասել, մենք չենք հավատում, ինքնին մենք Աստծուն ստախոս ենք անվանում և սա մեծ մեղք է, Աստված է ասել, դատաստան կա, հավիտենական կյանք կա, փրկություն կա, ասենց ասած դժոխք ու դրախտ կա, դրախտից վեր Աստծո արքայության մեջ էլի տեղ կա, դժոխքից էլ ավելի վատ կրակելի չկա, Աստված է մեզ հայտնել, մենք չենք մեր խելքից հորինել, մտածենք էլ չենք կարող այդպիսի բան հորինել, այսինքն Տիրոջ ճշմարտությունները այնքան վեր են մտքից, որ անգամ մարդիկ հեքիաթներով չեն կարող նման մի պատկեր ստեղծել։ Երբ որ Հովհաննես ասում էր ահա Աստծո գառը, ժողովրդին շատ ծանոթ էր այս արտահայտությունը։ Մարդիկ դարերով գառներ էին բերում, զոհում էին, օրենքի մեջ գրված է, եթե մեկը մեղք գործի, պետք է գառ բերի, զոհվող գառն պետք է անարատ լիներ, ասենք բուրդը թափած չլներ, կամ խուլ չլներ, աշկը կույր չլներ, կախ չլներ, մի կատարյալ առողջ գառ պետք է բերեին եւ զոհեին մեղքերի թողության համար, եթե մեղք գործեցիր, զոհ է ուզում այդ որ քո մեղքը թողվի, եթե չէ, անեծք ու պատիժ է գալու։ Եվ մարդիկ բերում էին, հասնում էին տաճարի մոտ, զոհում էին, ճանապարհի հետ գնալուց մեկ էլ մեղանչում էին։ Որտեղ մեղանչական էին, պոտենցիալ մեղք գործող էին, ոնց ազատվեն, դες որ փրկություն չունեն, դրա համար հին կտակարանի մարդիկ երբ որ Սամոս են գրում կամ աղոթք էին անում Աստծուն, նրանք չէին ասում, Տեր Աստված, մենք զոհ ենք արել եւ դու մեզ կփրկես։ Նրանք ասում են, քո ողորմությանն ենք հուսացած։ Քո շնորհքին ենք հուսացած, քո բարիքին ենք հուսացած։ Դու բարի ես։ Այսինքն մեր զոհերով չի որ մեզ կփրկես, թեկուզ զոհ անելու ժամանակաշրջանի մեջ նրանք մտածում են, չէ, այսպես չի լինի, մենք այստեղ զոհ ենք անում, դե մեղանչում ենք։ Ինչքան զոհ, այդքան գառ էլ չի ճարվի, որ մեր զոհես կամ այդ կենդանիները, որոնք զոհի համար են։ Դրա համար ասում է, երբ Աստծո գառը մարդիկ ծանոթ արտահայտություն լսեցին, ասում մի գառ, հետո շարունակություն ասում, որ վեր է առնում աշխարհի մեղքը, ոչ թե միայն մեկի, երկուսի կամ որևէ թագավորների կամ միայն հրեաների կամ Իսրայելի,
աշխարհի մեղքը։ Սա բավական հայտարարություն է, որ բոլոր ազգերը ուրախանան, ասեն, մեզ համար փրկիչ է եկել։ Փրկիչ, որը մեր մեղքերին թողություն կտա։ Եվ իհարկե չէին հասկանում մարդիկ շատերը։ Չէին հասկանում անգամ Տիրոջ աշակերտները, որ ահա Աստծո գառը որ վեր է առնում աշխարհի մեղքը։ Նաև Տերը շատ անգամ ասեց, որ բոլոր ազգերի համար է եկել, գրված էր մարգարեություններում։ Ես այն գրքում ամբողջովին 13-րդ գրքում որ Տերը կլինի բոլոր ազգերի փրկիչը, ազգերը կգան նրա մոտ։ Ուրիշ տեղ ասում ազգերը կհորդեն Տիրոջ մոտ։ Այսինքն ոնց որ գետը հոսի է, այդպես ազգերը պետք է գան դեպի Տերը։ Կամ վերջում Տեր ասես գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, մկրտեցեք, բայց հետաքրքիր է Տերը բարձրացավ երկինք, ինչպես որ լսեցիք պատմությունը, բարձրացավ երկինք եւ այնպես պատահեց, որ օտար ազգից մեկը անգամ հավատացյալ, բարիք արած Աստծո ժողովրդին Պետրոսը չէր ուզում գնալ այնտեղ։ Ստիպված որ Պետրոսին համոզի Տերը, ինքը լսած իր ականջով, ինչ եմ ասում, մարդը շատ դժվար է հասկանում, տեսիք տեսավ։ Եվ իր սրտի համեմատ խոսեց, Տերը կենթաների ցույց տվեց, ինքը որ ասես մորթի եւ կեր, ասես չէ, պիղզբան բերանս չի մտել, ինչ եմ, բայց Հիսուսն ասում է, ինչ որ Աստված սուրբ է համարում, դու պիղծ մի համարի։ Հետո հասկացավ սա ինչ է նշանակում, անգամ հրեշտակ երևաց Կորնելիոս կոչված մեկ օտար ազգի եւ ասես, այս ինչ հասցեում գտնվում է Պետրոս առաքյալը, մարդ ուղարկի կանչի ինքը կգա, քեզ հետ կխոսի կփրկես դու եւ քո տունը։ Պետրոսը գնաց 6 հոգել, ինչպես գրված է, 6 հոգել իր հետ հրյամարտիկ վերցրեց, որպես վկաներ, եւ երբ որ Տերը խոսում, Պետրոս Տիրոջ խոսքը խոսում էր, ասում են նրանք մկրտվեցին Սուրբ Հոգով։ Պետրոս իր սրտի գաղտնիքը բացահայտեց։ Ասեց, եթե Տերը Սուրբ Հոգին չխնայեց տվեց, մենք ով ենք որ ջուրը խնայենք։ Այսինքն եթե Պետրոսի մնար ջրով էլ չէր մկրտի։ Խոստովանեց, որ այս մկրտությունը հոգով ստիպեց իրեն, որ այդ մյուս գործողությունը արվի։ Գնաց առաքյալների մոտ, առաջնորդների եկեղեցու, որ հավաքված էին Երուսաղեմում, հենց սկզբից հասան Պետրոսի վրա ու սկսեցին մեղադրել։ Դու հեթանոս մարդու տուն մտար, ասիկ հեթանոսները համարում են պիղծ հրյանների համար, ինչու, որտեղ կռապաշտեին, Աստուն թողած ինչ ասես կպաշտեին։ Այսօր ոմանք պարծերում են, որ մենք հեթանոս ենք եղել, ասիկ անեցքի տակ ենք, անեցք է եղել մեզ վրա միշտ, Աստուն ուրացած ենք ապրել ու պարծերում են այդ խոսքով։ Եվ Պետրոսը վկայեց իր փորձառությունը, որ ինչպես տեսիք է տեսել, ինչ է եղել, մարդ է եկել ընտան, ահա 6 հոգել վկա հրյաներից, որ դա ճիշտ է, ինչ որ ասում եմ։ Նոր ազատվեց դրանց հալածանքից։ Սարմանում ես, գրված է, բայց չեն կարող հավատալ։ Այսօր շատ բաներ, որ գալիս են մարդիկ հարցնում են, մենք որ գիտենք զարմանում ենք, բայց հետո մեր վրան ենք զարմանում, որ զարմանում ենք։ Մարդը սա է։ Ուշ ենք հասկանում, մանավանդ աստվածային խոսքերը։ Եվ այստեղ ասում է, ահա Աստծո գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը, ասում բոլոր ազգերի, այդպես մարդ չկա, ազգ չկա, որ Աստծո այս բարիքի համար որոշված չի։ Բոլորի համար է Աստծո այս գործը։ Մեկին է ուղարկել, մարդ է տեսնում։ Հիսուս Քրիստոսին իհարկե։ Հովհաննեսը մարդ է տեսնում, մարդը գալիս ասում, ահա գառը, այն Աստծո գառը։ Արդեն
Հասկանալի սիմվոլիկ է, այլաբանությամբ է ասում, որ նա զոհվելու է, հենց սկզբից դեռ ոչ մեկ չգիտեր, Հիսուսը զոհվելու է, զոհվելու է աշխարհի մեղքի համար, բոլոր ազգերի համար։ Աշակերտներ կան, լսեցին և նրա հետևից գնացին, որից մեկը Պետրոսի եղբայր Անդրեասն էր։ Բայց եկավ երբ որ օրը Հիսուս ասում է պետք է խաչվեմ, նրանք ասում են քավ լցի, քեզ դες բան չի պատահի։ Իբր մխիթարում էին Հիսուսին, որ դու չես մեռնելու, չես խաչվելու։ Ոչ ուղղակի չէին հավատում։ Հիսուս ասածներն ասում ոչ ուղղակի կարելի ասել Հիսուսին ասում են դու սուտ ես խոսում։ Չէին հասկանում, բայց Հիսուսին սուտ էին համարում։ Որ չէ, դες բան քեզ չի պատահի։ Հիսուսն էլ որպես նշան ասաց, այս գիշեր բոլորդ ինձ կթողեք փախնեք, որ գան ինձ բռան տանեն խաչելու։ Պետրոսն էլ մինչև աքաղի կանչելը 3 անգամ ինձ կուրանա, որ դες գլուխագոմ, ով քեզ թողի, ես քեզ չեմ թողի Տեր։ Իբր թե պայքարեմ, մինչև մարդ էլ կսպանեմ, բայց չեմ թողի քեզ բռնեն։ Բայց առանց մի հատ ականջ պոկեց, մենակ սրով մարդ չսպանեց, այն էլ Տեր Հիսուսը կպցրեց։ Այդ հրաշքն էլ տեսան, բայց էլի Հիսուսի հարությունից հետո շատ բաներ կան, համբարձումից հետո չի կարողանում հավատալ, մինչև ասում, վայ գրածա, բացի գրածից Տեր Հիսուս քեզ ասել է, ձեզ ասել է։ Լավ է որ գրվածքին նայում են, բայց ես Տեր Հիսուսն էլ էր խոսել ձեզ հետ, կամ Պետրոսի եղբայր, ճիշեցին, որ Հովհաննես ասեց, մեռնելու է աշխարհի մեղքի համար, զոհվելու է գառը։ Զոհի գառը, որ աշխարհը կփրկի իր մեղքերից, վեր է առնելու աշխարհի մեղքը։ Այսպիսի հայտարարություն ոչ մեկի համար չի արվել։ Անթիվ մարդիկ են եկել աշխարհ գնացել, շատ լավ բաներ են արել, մարդիկ էլ կան, որ շատ վատ բաներ են արել, բայց ոչ մեկը այսպիսի մարդկության համար օրհնություն չի բերել։ Իմաստ չունի, թող երկիրը լցվի ամեն տեխնիկա, բայց վերջո մեծ դատաստանի մեծ օր կա, որ անցյալից շատ նկարիչներ կարդացել են գիրքը, նկարել են, գրել են, պատկերացրել են, աշխարհին ներկայացված է, որ դատաստանի մեծ օր կա, կամ ասում են վերջին դատաստան, այդպիսի արտահայտության նկարներ կան, նկարված է շատ մեծ նկարիչների կողմից, վերջին դատաստան, աշխարհի վերջ, աշխարհը երկու վերջ ունի։ Մեկ հիմա Տերը որ պետք է գա, վերջ է դրվում աշխարհի այս բոլոր նիստուկացին, մեկ։ Սուտ պոլիտիկաներին, խափում են իրար, մի սեղանի վրա նստում են, Ջան Ղուրբանն ասում իրար հետևից, եկել խափեցին իրար։ Տեսնում եք աշկով։ Լավ բաները խոսում են, որպեսզի թակարդ գցեն մարդկանց։ Ասենք այս տանը բոլորը վերանալու են։ Տերը գալու է աշխարհի այդ ինչ-որ նիստ ու կացը, պոլիտիկան պետք է վերանա, մեկ, վերջ։ Երկրորդ աշխարհի վերջ սա է, որ երկրագունդը պիտի վերանա։ 1000 տարի հետո Հիսուսի գալուց հետո, այսինքն պետք է վերանա։ Ուրեմն երկու վերջ կա։ Դա համար մարդը, որ գիրքը կարդում է, պետք է իմանա, որ վերջի համար է։ Կամ ասում է Երանի հեզերին, որ երկիրը պիտի ժառանգեն։ Մենք տեսնում ոմանք այս երկրի վրա եւ ասում են հավիտյան պիտի թագավորեն այդ երկրի վրա, հավիտյան պետք է մնան։ Հետո իրանց մեջ չի համատեղում, չէ որ Տեր ասի հավիտյան կմնա երկիրը, ինչպես է որ պետք է վերանա, նաև գրված է։ Դրա համար ասում եմ դու պետք է իմանաս որ երկրի մասին է։ Երկու երկիր գոյություն ունի։ Մեկը սա, մյուսն է բազմաթիվ անգամ ավելի մեծ սրանից։ Ստեղծված եւ սպասում է բնակիչների։ Դեռ բնակեցված չի։ Այդ ժամանակ Աստված գիտի։ Երբ է բնակեցվելու։ Ուրեմն, ասենք շատ շուտով, ամենաուշը 1000 տարի հետո։
Սա Աստծո համար մեկ օրվա պես է։ Երկար ժամանակ է անցել։ Եվ ուզում եմ նաև առաջ անցնենք Կողոսացիներին ուղղված թղթից եմ ուզում կարդալ, որ Պողոս առաքյալը գրել է, իհարկե խոսում է շատ երկար է, խոսում է Տիրոջ գործերի մասին ահագին, բայց ես ուզում եմ 12-ից մինչև 23 հետը միասին կարդամ։ Ասում է եւ գոհություն տանք Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին լույսում։ Աստված մեզ մեղավորներից, որ ասում եք արդար չկա, մեկն էլ չկա։ Ոչ մեկ չկա, ոչ մեկը սուրբ օրենք Աստված դրեց, ասես դե պահեք, որ փրկվեք։ Ասում մարդուն համոզելու, որ չի կարող։ Եղել է մի փոքր երեխա գործվանում, ասում դուր ես անեմ, ասում չես կարող անես, չէ, դուր ես անեմ։ Տվեցի։ Չարչարվեց, վերջում ասեց չէ, չեմ կամ դու արա։ Այսինքն դենց Աստված գուցե եթե օրենքը տված չլեր, շատ մարդիկ ասում չէ, մենք չգիտենք, իմանայինք Աստծո կամքը կկատարենք։ Դրա համար Աստված իր կամքը օրենքով հայտնեց, որ պետք է սուրբ լինեն, անմեղ լինեն։ Եվ ասում է բոլորը մեղանչեցին եւ Աստծո փառքից պակասեցին։ Մարդ չկա, որ կանոն այդ սուրբ օրենքը պահեր։ Օրենքը մի հատ մեծ օրհնություն էր, որ մարդկությանը համոզեց իր անկարողության մեջ, թե չէ մարդիկ չեն ուզում խոստովանել, որ անկարող են։ Մենք այսպես հարստանում են, մի քիչ փող են ձեռք բերում, իրենց ամենակարողի տեղ են դնում, սկսում մեծ հենց գիտեք, չէ՞ ոնց եք հասկանա, որ մարդը հարուստ է։ Իհարկե կան մեջտեղ խոնարհները։ Հարուստների մեջ խոնարհներ կան, այո։ Բայց շատերը հենց դերում են բերանը մեծացել է, ուրեմն հարստացել է։ Մեծ խոսում է։ Շատ մեծ բաներ խոսում։ Ուզում ես հարստացի, ուզում ես ոսկի դիզի տոնաններով։ Միևն է, դու մահկանացու ես, ով մարդ եւ մեղանչական։ Հարստությունը կարող է քեզ ազատել չմեղանչելուց եւ կարող է քեզ ազատել մահից, երբեք։ Կարող է քո մեղքերին թողություն տալ հարստությունը, չի կարող։ Դրա համար Տերը մի գործ է արել, որ Պետրոս առաքյալ դրա համար ասում է, մենք ազատվեցինք, էնել ինչ-որ մարդկանց է կպնում, ստեղ էլ չի, որ ոման գնան հետը վիճեն խռովեն իրենից։ Երկնքում է արդեն, դրախտում է։ Ասում է, մենք ազատվեցինք մեր հայրենական ունայն վարմունքից, հրկվեցինք Քրիստոսի թանկագին արունով, ոչ թե արծաթով, ոսկիներով կամ ինչ-որ հարստությունով։ Ամբողջ աշխարհի ոսկին հավաքես, արծաթ ադամանդները մի հոգու մեղք չեն կարող ներել։ 10, ումը 10, որ ների։ Բայց Քրիստոսի արյունը մարդու մեղքերի թողություն է տալիս։ Ավելի մեծ արժեք ունի, քան աշխարհի ամբողջ հարստությունը, ասեմ ես միայն ոսկի արծաթ ու ադամանդ ասեցի, բայց շատ հարստություն կա երկրի մեջ։ Ոչ մի բան չի կարող մարդու մեղքերին հավաքես մեկ մարդու համար փրկություն չի դառնա։ Ուղղակի մի քիչ գոնե պատկերացնենք Հիսուսի արյան արժեքը, խաչվելու արժեքը։ Դրա համար Հիսուս ասեց, ես ինքս եմ իմ կյանքը դնում եւ իրանք ունեմ դնելու եւ վերցնելու։ Հետ եմ, ասենք վերակենդանանալու եմ, հարություն եմ առնելու։ Ճիշտ է, որ մարդիկ սպանեցին։ Հիսուս ինչու մարդ դարձավ։ Որտեղ Աստված լինելով ինքը մահկանացու չէր, չէր կարող մեռներ։ Մարդու մարմին հագա, որ մահը ճաշակի, անուն ունենա։ Եվ այն էլ ինչու միայն հենց մարդ։ Որպեսզի
մարդկանց եւ Աստծո մեջ միշտորդ լինի։ Այդպիսի մեկը չկար, Աստված բարկացած է ամբողջ աշխարհի վրա մեղքերի համար։ Բայց մեկը հայտնվեց, որ հոգով Աստված է, մարմնով մարդ։ Աստված մարդ, մարդ Աստված, այդպես մեկը չկա։ Ասեմ Արարած սխալ կլինի, որտեղ հոգու կողմաները արարված չէր։ Հիսուսի ասում, Հիսուսի համար հենց Նիկիայի հանգանակում էլ է ասում, համաշխարհային ճանաչված որոշված հավատամք է, ասում է ծնված, ոչ թե ստեղծված։ Մարդկությունը ստեղծվել է, բայց Հիսուսը չի ստեղծվել։ Ծնվել է եւ ոչ թե ստեղծվել է։ Աստծուց ծնվեց, չստեղծվեց։ Եվ դարձավ պատճառ բոլորի համար փրկություն։ Այդպիսի որ պատկերացնում եք մեկը մահվան վրա է, ասեն էս ինչ դեղամիջոցը բեր, որ չմեռնի, բուժվի։ Մեկը գնում ես տեսնում ինձ արժեք ունի, տուն ու տեղը ծախես, այդպես արժեք չունես, որ 10 դեղ առնես։ Դրա համար Հիսուս ասում է ձրի եմ անում, եթե կամենայինք առնել, այդպես բան չենք։ Ով կգնար Աստծուն իջեցներ երկնքից, բերեր դարձներ մարդ, հետո տաներ խաչի վրա խաչել տար, հարություն տար, որպեսզի մեզ դեղամիջոց դառնա։ Դա միայն Աստծո գործն էր, ձրի։ Բայց շատ ժամանակ մարդիկ ձրի վերցած բանը չեն գնահատում։ Բայց մենք պետք է հասկանանք այդ գինը։ Մի մարդ գնում է տուն առնելու, գալիս է հորը հարցնում է. հայր, ումից տուն առնեմ, ինչպիսի տուն առնեմ։ Ասում է գնա հետաքրքրի, եթե մեկը տունը նվեր է ստացել, ժառանգել է մեծերից, ինքը էժան կտա, դրանից առ։ Իսկ ով որ իր ձեռքով է տունը շինել, դրանից չառնես թանկ կտան, որտեղ նրանք հասկանում են տան գինը։ Իսկ նվերը ստացածը նվերի գինը չի հասկանում։ Պետք եղավ էժան կծախի։ Ընդենց էլ ես հավաքն, մեկ են տեսնում ես մարդիկ, որոնց Աստված մեծ նշաններ արել, ողորմություն, շնորհք, փրկություն, արդեն մի փոքր բանի համար նես կթողնեն։ Հնարավոր է մենք էլ չգնահատենք այսօրվա օրը։ Բայց սա ամենամեծ հիշատակն է մեր փրկության համար։ Քրիստոս խաչվեց մեզ համար եւ հարություն առավ։ Ուրեմն ուզում եմ կարդալ շարունակել, ասում եմ եւ գոհություն տանք Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակում, լույսումը, որ փրկեց մեզ խավարի իշխանությունից, ասենք սա ամենը մեկնելու բաներ են, բայց այդ ժամանակ չկա այդքան մեկնեմ, ուղղակի ինչ կարողացաք դա ուշադրություն դարձրեք։ Ասում եմ, որ մեզ փրկեց խավարի իշխանությունից եւ փոխադրեց մեզ իր սիրելի որդու արքայության մեջ, որի ձեռով ունենք փրկություն նրա արունովը, մեղքերի թողություն, որ աներևույթ Աստծո պատկերն է, ամեն ստեղծվածներից առաջ ծնված։ Ամեն աներևույթ Աստծո պատկերն է, Հիսուսի համար ասում, Աստծո որդին աներևույթ Աստծո պատկերն է, ճիշտ նույն Աստվածն է, Աստծո ներկայացնողը։ Ամեն ստեղծվածներից առաջ ծնված։ Երկու շաբաթ առաջ Վրաստանում մեկի հետ խոսում է, ինքը ուրիշ երկրից էր եկել, այդ մեկը հայ էր, բայց ուրիշ երկրում ծառայում էր։ Խոսակցության ժամանակ երբ որ ասացի, Տեր Հիսուսը երկու ծնունդ է ունեցել, մեկ Աստծուց է ծնվել, մեկ էլ մարդուց։ Ոնց է չեմ հասկանում։ Հիսուսը չծնվեց, երբ որ եկավ դարձավ մարդ։ Բոլորը հասկանում են, երբ որ Հիսուսը որպես մարդ ծնվեց, դա էր, որ դարձավ իրեն ծնունդ։ Չի ասի, մինչև ամեն ինչ լինելը մի անգամ Հիսուսը ծնվել է երկնքում, որպես Աստծո որդի։ Բայց ասում ոնց։ Մուսուլմանները ասում են, միթե Աստված կին է ունեցել։ Կին չի ունեցել, ծնունդը պարտադիր չի կին ունենա, նոր զավակ ունենա։ Շատ բաներ կան, հենց իրենից ծնվում է, հույսից ես ծաղիկը ծնվում է, Աստված ինքն իրենից հանեց, երրորդություն, երամիասություն էր, մի անձը դուրս եկավ, փոքրացավ,
քանի որ դուրս եկավ, կոչվեց որդի, այստեղ ապացույց գրված է, ամեն առանցներից առաջ ծնված, նաև Առակացի 30-ում գրված է, ասում է, կարծեմ 4 խոսքում է, ասում է, արդյոք գիտես Աստծո անունը, Աստծո ճանաչում ես կամ նրա որդու անունը գիտես, արդեն մինչև երկրի վրա ծնվելը 1000 տարի առաջ արդեն այդ հարցն են տալիս, գիտես որդու անունը, այսինքն որպես ծնված մեկը, իսկ Սամոսներում էլ ավելի Առակացից ավելի շուտ էր գրված, ասում է, աշխարհը այս օրերի համար է, ասում, միաբանվեց, աշխարհի իշխաններն ու տերերը հավաքվեցին միասին, դուրս եկան Տիրոջ դեմ եւ նրա օծյալի դեմ։ Հետո ասում է, որդուն համբյուրեցեք, որ չբարկանա ձեզ վրա։ Արդեն հայտնի էր որդի կա։ Տերը ձեզ պահի։ Եվ իհարկե շարունակության մեջ ասում աներևույթ Աստծո պատկերն է ամեն ստեղծվածներից առաջ ծնված, որտեղ նրանով ամեն բան ստեղծվեց, ինչ որ երկնքում է եւ ինչ որ երկրից վրա է, երևացողները եւ չերևացողները, թե աթոռներ, թե տերություններ, թե պետություններ, թե իշխանություններ, ամեն բան նրանով եւ նրա համար ստեղծվեց, այո, բայց այսօր ապստամբել են, նրա համար չեն ուզում ապրեն պետություններ եւ այլ, այս վերջերում Նրա համար աստեղծված, բայց սրանք ապստամբել են, չեն ուզում ճանաչել Քրիստոսին։ Բայց Տերը ասում է, կբերեմ քո ոտերի առաջ երկրպագություն կանեմ, բոլոր պետությունները, բոլոր ազգերը, բոլոր ժողովուրդները։ Այնպես չի, իրենց ապստամբությունը այդ ուժը չունի, որ Հիսուսին մերժեն թագավոր լինել։ Առակների մեջ էլ Տերը ասեց Երբ որ գնացի իր համար ասում, գնաց թագավորությունը ստեղնալու, վերադառնալու, ասում է շատերը ասում են, մենք նրան չենք ուզում, բայց ձեր ուզելով չի, Աստծո մոտ դեմոկրատիա չի, Նեմրութի կարգ ու կանոնը չի, ծրագիրը դրեց, ժողովրդին էլ ասեց, դե խոսացեք, ժողովրդին ասում, մեզ համար մի բան շինենք, ինչպես այսօր, ծրագիրը դնում են ու ասում են, ժողովրդավարություն է, ինչ ժողովրդավարություն, ծրագիրը դուք եք դնում, դուք եք որոշում ով լինի Դուք ձեր ուզած մարդկանց եք դնում, ինչ ժողովրդավարություն, ժողովուրդը խաբված գիտի թե ինքը մի բան է անում, մի նժար է շարժում, չէ, դու ընդհանրապես կամք ես կատարում։ Բայց Աստծո կամքը պետք է կատարվի։ Թագավորի, Հիսուս թագավորի կամքը պետք է կատարվի։ Գալու է շուտով, չի նայելու, անգամ գիտեք ինչ է գրված երբ որ Հիսուսը գա։ Այն ապստամբողները, թագավորները, ասում են, տերերը, իշխանները փախնելու են ժայռերի տակ Շենքերի տակ ասել մեր գլխին ընկեք, մեռնենք Հիսուսի երեսը չտենանք։ Այսօր որ երկրաշարժերում փախնում են դուս, որ քարը գլխին չգնի, այդ օրը ախ են անելու, որ քարը ընկնի իրանց սպանի։ Տեր արգելելու է քարերը, որ դրանց գլխին չխփեն։ Որտեղ Տիրոջ դատաստան ավելի ծանր է, քան շենքը փլվի մարդու գլխին։ Տերը ձեզ օրհնի, պետք է ասվի այո աշխարհին, այս իրականությունը։ Նրանով ստեղծված ամեն բան, ինչ որ երկնքում եւ ինչ որ երկրի վրա է, երևացողները եւ չերևացողները, աթոռներ, տերություններ, պետություններ, իշխանություններ, ամեն բաները նրանով եւ նրա համար եղան, ստեղծվեցին։ Նա ամենից առաջ է եւ ամեն բան նրանով է հաստատ։ Եվ նա է մարմինը, այսինքն եկեղեցու գլուխը, որ նա է սկիզբը մեռելների անդրանիկը, որպեսզի ամեն բանի մեջ նա լինի առաջինը, որտեղ Աստված հաճեց, որ նրանում աստվածության բոլոր լիությունը բնակվի։ Պատկերացրեք ինչպիսի մեկն է Հիսուսը։ Բայց այսօր հասարակ են նայում։ Պետք է ճանաչել Քրիստոսին։ Մեռելների անդրանիկ առաջին անձը, որ մեռավ, հարություն առավ, էլ չի մեռնելու։ Շատերն են հարություն առել Հիսուսի ժամանակով, որ բայց նորից մեռել են։ Բայց Հիսուսը ինչի ասում անդրանիկը, որ այդպիսի մեկի չի եղել, որ հարություն առնի ու էլ չմեռնի։ Առաջինը նա է, բայց շատերի խոսք է տվել հավատացողների, եկեղեցու անդամների, որ դուք ինձ նման եք լինելու, հարություն եք առնելու, էլ ձեզ մահը չի տիրելու։ Որ նրանով աստվածության բոլոր լիությունը բնակվի, եւ նրանով
ամենը հաշտեցնե իր հետ, խաղաղություն անելով նրա ձեռով, նրա խաչի արունովը, թե երկրից վրա եւ թե երկնքում լինողներին։ Ուշացություն դարձնում, խաղաղություն անի երկրի վրա բնակվողներին։ Այսինքն Աստծո հետ խաղաղ չէին մարդիկ։ Եթե մենք մի հզոր ճշտամի ունենանք, սարսափի մեջ կլինենք։ Համարդ, ինչ վնաս կտա։ Ինչ ոնց ազատվեմ։ Եթե սովորական ճշտամիներից մենք վախ ունենք, Աստծո նման ճշտամին մեր գլուխի ինչ կաներ։ Բայց Հիսուսը եկա, որ միջնորդի լինի եւ Աստծուց եւ մարդուց։ Մերն է, մեր եղբայրն է, մեր եղբայրն է։ Նաեւ Աստծուն է, Աստծո որդին է։ Մեջտեղ է ընկել, մարդ Աստված հաշտեցնելու իրար հետ։ Թե չէ հաշտություն չի լինի Աստծո հետ։ Աստված կմնար ճշտամի մինչեւ ավիտյան մեզ հետ։ Եվ շարունակում եմ 21-ը, ասում է, եւ ձեզ էլ որ մի ժամանակ օտարացած եւ ճշտամի եք մտքով չար գործում, հիմա հաշտեցեց իր մսեղեն մարմնի մեջ իր մահի ձեռով, որ ձեզ սուրբ, անբիծ եւ անարատ կանգնեցնե նրա առաջին։ Եթե հավատքի մեջ հիմնված եւ հաստատ կենաք, առանց շարժվել այն ավետանի հույսից, որ լսեցիք, որ երկնքի տակ լինողների արարածներին քարոզվեց։ Ուշացություն դարձած պայման կա։ Ձեզ սուրբ, անբիծ, անարատ կանգնեցնի իր առաջին, բայց մի պայման կա։ Մի պայման կա, եթե մնաք հավատքի մեջ հաստատ եւ ձեր հույսն էլ չկորցնեք, ավետարանի տված հույսը։ Եվ շարունակում է իհարկե արդեն ուրիշ օրհնություններ է խոսում, հավիտյանական խորհուրդներ է խոսում, Պողոսը իրեն տրված է, ամեն մարդու տրված չէ, դա մի հատուկ անձեր ամբողջ մարդկության ծննդի մեջ, որ Աստծո ավետարանը ողնությունից բացատրի մարդկանց։ Շատ բաներ կարծում չենք հասկանում, մեկ էլ անցած տարիներ հետո ենք հասկանում ինչ ասում Պողոսը։ Դժվար իմաց բաներ կան։ Աստված ձեզ օրհնի։